Հայ ժողովրդի պատմության մեջ կան անուններ, որոնք հավերժ գրվելու են ոսկե տառերով։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հետևորդներ։ Որոնումների ու բացահայտումների ճանապարհին հայ-վայբը կանգ է առել մայրաքաղաք Երևանում, որի մի խաղաղ անկյունում գտնվում է Կոմիտասի անվան պանթեոնը։ Հիշատակի ու երախտագիտության սրբավայր, որտեղ իրենց վերջին հանգիստն են գտել հայ մշակույթի եւ գիտության ականավոր գործիչները։ Այստեղ իրենց վերջին հանգրվանն են գտել հայ երգի եւ երաժշտության ականավոր դեմքերից Կոմիտասը, Գոհար Գասպարյանը, Արամ Խաչատրյանը, հայ մշակույթի գրականության ներկայացուցիչներից Ավետիք Իսահակյան, Շիրազ, Տերյան, Վիլյամ Սարոյան։ Այստեղ են ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորամանյանը, կինոյի եւ թատրոնի պատմության մեջ մեծ հետք թողած Մհեր Մկրտչյանը, Վահրամ Փափազյանը, Սոս Սարգսյանը եւ ելի շատ ու շատ նշանավոր գործիչներ, որոնց մենք պետք է հարգանքով եւ երախտագիտությամբ մոտենանք։ «1930 թվականին խորհրդային իշխանությունները Երևանին ինդուստրիալ մայրաքաղաքի վարկանիշ տալու ձգտումով որոշում են քանդել Մլեր կոչվող գերեզմանատունը եւ տարածքում կառուցել զբոսայգի։ Գերեզմանատունը փակվում է, աճյունները տեղափոխվում են, քանդվում է գերեզմանատան եկեղեցին։ Այս գերեզմանատանը թաղված են եղել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը, Եղիշե Չարենցի առաջին կինը Արփենիկ Չարենցը, Սարդարապատի հերոսամարտի հերոսներից շատերը եւ շատ ուրիշներ։ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ նորաստեղծ այգու մի հատվածը վերածվում է արվեստի եւ գրականության նշանավոր դեմքերի գերեզմանատան։ Նոր գերեզմանատանը թաղվելու բախտին առաջինն արժանանում է անդրկովկասյան, պատանեկան, կոմունիստական կազմակերպությունների բյուրոյի նախագահ Ստեփան Մանուկյանը։ Նա մի քանի մանկապատանեկան թատերախաղերի հեղինակ էր եւ կենտկոմի որոշմամբ նրա աճյունը հուղարկավորվում է գրողների համար նախատեսված պանթեոնի տարածքում։ 1936 թվականը պանթեոնի տարեգրության մեջ նշանակալի միաժամանակ տխուր տարեթիվ է։ Փարիզում վախճանվում է Կոմիտասը եւ երկար ճանապարհ անցնելուց, փորձությունների միջով անցնելուց հետո նրա աճյունը բերում եւ ամփոփում են ահա այս պանթեոնում։ Մենք ինչ-որ տերտեր թաղելու համար գումարներ չունենք, ասում է Բերյան Աղասի Խանջյանին, երբ իմանում է, որ Խանջյանը համաձայնել է Երևանում ընդունել եւ հուղարկավորել Փարիզում վախճանված Կոմիտասին։ Այս խոսքերից անսահման վրդովվում է Խանջյանը եւ իրեն վատ է զգում այդպիսի տեքստով նամակ ուղարկել Փարիզ եւ խնդրում է այդ անել գրողների միության առաջին քարտուղար Վահրամ Ալազանին։ Նամակն ուղարկվում է եւ երկար ժամանակ չանցած գալիս է ուրախալի պատասխանը։ 3 օր առաջ նավը դուրս է եկել Մարսելից եւ գտնվում է Միջերկրական ծովում։ Ետ դարձնել չենք կարող։ Վերջապես Կոմիտասի աճյունը հասնում է Երևան։ Այս մասին բանաստեղծ Հրաչ Հովհաննիսյանը իր հուշերում գրում է. 1936 թվականի գարնանը ֆրանսահայ հայրենադարձների քարավանը Հայաստան է տեղափոխում Փարիզում 1 տարի առաջ վախճանված Կոմիտասի զմռսված դին։ Դին դնում են կուլտուրայի դահլիճում։ Լուրեր էին պտտվում, որ Չարենցը գալու է, եւ եկավ Չարենցը։ Գլխահակ, արագաշարժ, բարձրացավ մի 2 աստիճան, հանեց կեպին, կռացավ եւ համբուրեց դագաղի քառակուսի ապակին, որի տակից երևում էր Կոմիտասի մումիա դարձած դեմքը։ Եվ նույն կերպ արագ հեռացավ այդտեղից։ Երբ դին հասցրին Մլեր կոչվող գերեզմանատունը, որը արդեն դարձել էր պանթեոն, սկսվում է երկնքից դանդաղ, տաք մի գարնանային անձրև տեղալ։ Երգչախումբը սկսում է երգել։ Անձրև եկավ շղալեն, ուրու տերև դողալեն, վայ լելելե, վայ լելելե, լելելե։
Նույն թվականին առեղծվածային պայմաններում սպանվում է Պանթեոնի հիմնադիր եւ խնամակալ Աղասի Խանջյանը։ Նրա սպանությունից հետո նրա պաշտոնը զբաղեցնող յուրաքանչյուր ոք վախենում էր թույլատրություն տալ Պանթեոնում թաղում իրականացնել, եւ 1936-ից 1957 թվականը ընկած ժամանակահատվածում Պանթեոնում որևէ թաղում չի իրականանում։ 1957 թվականին իր մահկանացուն է կնքում Ավետիք Իսահակյանը, եւ նրա համահայկական հռչակը ստիպում է, որ 21 տարի անց վերաբացվի Կոմիտասի Պանթեոնը։ Դրան նպաստում է նաեւ հետստալինյան ժամանակաշրջանում Հայաստանի իշխանությունների փոքր-ինչ անկախությունը, եւ Ավետիք Իսահակյանին հուղարկավորում են Կոմիտասի հարևանությամբ։ 'Կոմիտասի անվան Պանթեոնում մի շիրին կա, որը տարբերվում է մյուսներից, առանց շիրմաքարը, Հովհաննես Շիրազինն է։ Շիրազն իր մահվանից որոշ ժամանակ առաջ կտակում է որդուն Արային։ Երբ որ մեռա, վրես քար չքաշես, 100 տարի էլ անցնի, 500 էլ անցնի, մեկ է Մասիսը մերն է լինելու։ Որ մերն եղավ, ժողովուրդը կբղավե օրներն է, որ քար քաշես, ձենն ականջիս չի հասնի։ Եվ այո, 500 տարի էլ անցնի, միևնույն է, Մասիսը մերն է լինելու։ 1969 թվականին Ստեփան եւ Ռուզան Քյուրքչյանների հովանավորությամբ կառուցվում է Տուֆակերտ, Խոյազարդ, Հյուսիսային պատը եւ Միջնապատը։ Սիրելի երիտասարդներ, գոնե մեկ անգամ եղեք այստեղ։ Սա ձեր ինքնության խորհրդանիշն է եւ օրինակը։ Դե ինչ, հայ վայբի թողարկումն այսօր այսքանն էր։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։